Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի Կանձակի տարածքային ստորաբաժանման մարզիկները վերջին մեկ ամսվա ընթացքում միջազգային մրցաշարերում մեծ հաջողություններ են գրանցել։ Մարզիկներին եւ նրանց մարզչին Արաքս Մարգարյանին Գավառում դիմավորում են տոնական ընդունելությամբ։ Իմ խորին շնորհակալություն եմ ուզում հայտնել Գավառ խոշորացված համայնքի ղեկավար պարոն Գուրգեն Մարտիրոսյանից մեր մարզիկներին աջակցելու եւ ողջևորելու համար։ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում փետրվարի վերջին կայացել է բռնցքամարտի միջազգային բացառաջնություն, որտեղ Հայաստանի հավաքական թիմում ընդգրկված են եղել նաև Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցի Կանձակի տարածքային ստորաբաժանման մարզիկները։ Նրանք բոլորն էլ մրցաշարում գրավել են մրցանակային տեղեր։ Ավետ Շաքարյանը, Ռոլանդ Խաչատրյանը եւ Ռուբեն Մադաթյանը դարձել են Կովկասի գավաթի չեմպիոններ։ Հայկ Մանուկյանը դարձել է արծաթե մեդալակիր, Վոլոդյա Կիրակոսյանը բրոնզե մեդալակիր։ Տորնադո միջազգային մրցաշարում երկու մարզիկ աղթել են գոտու մենամարտում, ունեցել են բարձր ցուցանիշներ գրավելով առաջի եւ երկրորդ տեղերը։ Մարտի 5-ին էլ Հայաստանում կայացած Տորնադո բռնցքամարտի միջազգային առաջնությանը Խաչիկ Ասատրյանը եւ Էրիկ Բադալյանը դարձել են չեմպիոնական գոտու մենամարտի հաղթողներ։ Արդեն 4 տարի եմ մարզվում եմ Այկենդո կարատեում։ Այս 4 տարիների ընթացքում ունեցել եմ բազմաթիվ հաջողություններ, դարձել եմ Կովկասի եւ Եվրասիայի չեմպիոն։ 2025 թվականի մարտի 5-ին տեղի ունեցավ Tornado Fight կլուբի կազմակերպած 10-րդ մրցաշարը, որտեղ հաղթել եմ չեմպիոնական գոտի։ Միջազգային հարթակներում հաջողություններ գրանցած մարզիկների հետ Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում կազմակերպվեց նաև հանդիպում զրույց։ Մարզիկները ներկայացրին իրենց զգացողություններն ու տպավորությունները, իսկ մարզադպրոցի տնօրենությունը նրանց խրախուսեց հուշանվերներով եւ պատվոգրերով։ Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամաօր։